Դուք կասկածվում եք սույն թվականի ապրիլի լույս 2-ի գիշերը կատարված սպանության մեջ։ Ես ձեր գործով զբաղվող քննիչն եմ։ Հիմա ունեմ մի քանի հարց։ Եկեք սկսենք ամենահեշտից։ Անուն ազգանուն։ Անուն ազգանունը թաքցնելով դուք չեք խուսափի մեղադրանքից։ Բարի եղեք խնայեք իմ ժամանակը և նյարդերը։ Աստված։ Աստված ինչ։ Պարզապես Աստված։ Դուք ուզում եք, որ ձեզ այդպես դիմեն։ Ինձ հենց այդպես էլ դիմում են։ Լավ։ Այդ դեպքում հաջորդ հարցը։ Ձեր հասցեն։ Տիեզերք։ Չհավատացի։ Ինչու։ Պատճառները շատ են։ Չէ, ես հարցնում եմ ինչու չեմ կարող լինել ձեր Աստվածը։ Աստված ավելի խոշոր է։ Չափսերով ավելի մեծ։ Դեմքին սպիչ ունի։ Պարզապես տպավորություն է ստեղծվում, որ շատ մոտ բարեկամներ եք ու հաստատ չես կարող նրան շփոթել մեկ ուրիշի հետ։ Կնկարագրեք։ Նախ և առաջ, Աստված մսից ու ոսկորից չի, հակված չի ոստիկանությունում ու չի մեղադրվում սպանության մեջ։ Երկրորդն էլ հա, չեմ կարող նկարագրել, որովհետև չեմ տեսել ինչպես և բոլորը։ Սխալվում եք։ Տեսնողներ եղել են։ Եվ ով։ Հա, Աբրահամն ու Մովսեսը։ Չէ։ Այն նրանք չեն տեսել։ Դու իսկ ես պատիվ ունեմ ոչ միայն տեսնելու, այլ նաև զրուցելու Աստծո հետ։ Դու այնքան հեռու ես քո Աստծուց, որ երբեք չես տարբերի իրականակեղծիքից։ Իսկ ինչպես տարբերել։ Կարդալ բոլոր ժամանակների ամենասարսափելի գիրքը։ Թե գնալ եկեղեցի, լսել կամքդ ու խելագարվել։ Առանց քո կամքի տերևն անգամ չի շարժվի, այդպես չի։ Չորս բոլորս տառապանք է։ Դա է քո կամքը։ Դրանում է քո երջանկությունը։
Ծնված օրվանից մեղքերի մեջ թաղված ենք, որովհետև Ադամն ու Եվան կծել են խնձորը։ Մարդկանց վախեցնում ես քո դժոխքով։ Իսկ միամիտ մարդիկ չեն էլ հասկանում, որ ծնվել են դժոխքում ու ապրում են կրակների մեջ։ Թե դու չես ստեղծել արտասուքուլած, թե դու չես տվել սուր, որ խաղաղ հոգին սարսափի իզուր, թե դու չգիտես, որ այստեղ երկրում մարդը ժպտեր ես, մարդ է գիշատում։ Շատերին թվում է, որ եթե իրենք լինեին իմ փոխարեն, ամեն ինչ այլ կերպ կկազմակերպեին։ Ավելի ճիշտ, ավելի խելացի։ Ու քեզ էլ կարելի է հասկանալ։ Բայց պետք չէ մոռանալ, որ Աստված արդեն կա։ Դա կարող է իր լինել եւ դու։ Բայց դու չես։ Ես եմ Աստված։ Դու ապրում ես իմ մոլորակում, իսկ իմ մոլորակում ապրում են իմ կանոններով։ Անիծված լինեն այդ կանոնները։ Դրանցից ոչ տաք է, ոչ է սառը։ Մեծ համարձակություն է պետք Աստծո գործերի մեջ խառնվելու համար։ Դու ինձ ինչ-որ բանում մեղադրում ես։ Կմեղադրեի, եթե արարիչ չլինեիր։ Ուրեմն մեղադրի։ Հնարավոր է սրանից ավելի լավ հնարավորություն այլևս չլինի։ Բավական է, դու Աստված չես, ես ժամանակ չունեմ դատակաբանությամբ զբաղվելու։ Իսկ ինչ պիտի անի Աստված, որ ասես, այ, Աստված նա է։ Ինձ ոչինչ էլ պետք չէ նրանից։ Իսկ եթե վերադարձնի ընտանիքդ, Դու ինչ գիտես իմ ընտանիքի մասին։ Ես ամեն ինչ գիտեմ։ Կարող ես նրանց վերադարձնել։ Իհարկե կարող եմ, բայց արժի արդյոք վերադարձնել նրանց խաղաղ հոգիները
քո իսկ անվանած դժոխք։ Վերադարձրու նրանց։ Խնդրում եմ։ Ես կարոտել եմ։ Լավ։ Գնա տուն։ Նրանք սպասում են քեզ։ Մի խաղայի հետ։ Դու խնդրեցիր, ես էլ տվեցի։ Լավ։ Այսինքն, եթե ես հիմա զանգարեմ տուն, ինչ-որ մեկը կպատասխանի ինձ, այդպես չէ։ Եթե զանգահարես նրանք կանհետանան։ Օնից վես դու։ Ասեցի չխաղաս իմ հետ։ Դու չես բացառում, որ նրանք տանն են ու զանգում ես տուն։ Տուն վազելու փոխարեն։ Դու պիտի վազեիր տուն քամուցել արագ։ Պիտի վազեիր։ Քո դժբախտությունը կայանում է նրանում, որ դու չգիտես թե ինչ ես ուզում։ Բայց դա արդեն կարևոր չէ, որովհետև դա արդեն անցյալում է։ Ես կգնայի տուն։ Կգնայի, բայց ես տուն չունեմ, որովհետև իմ տունը այրել են։ Դու ամենի սկիզբ, ամենի վերջ, դիեզերքի տիրակալ։ Դու ամեն ինչ գիտես, բայց դու չգիտես։ Չգիտես, որ փոքրիկ երեխաներին ողջ այրեցին։ Այրեցին, երբ նրանք հանգիստ քնած էին։ Ոչ դու, ոչ քո պահապան հրեշտակները չբռնեցիք այդ չարագործների ձեռքը, չկոտրեցիք այն։ Երևի զբաղված էիք մի քանի տականքների հանգիստ ապահովելով։ Երբ դրանց օրը սկսվում ու ավարտվում է մարդկանց թալանելով ու սպանելով։ Դու նրանց մասին ես հոգ տանում։ Իսկ քեզ հավատացողներս պիտի լռենք, համբերենք ու չբողոքենք։ Դու ասում ես, որ պիտի ներեմ ու սիրեմ թշնամիներիս, բայց ես այդպես չեմ կարծում։ Ես գտա դրանց, դատեցի իմ ձևով, ես պայման դրեցի քո առջև, կյանքը կյանքի դիմաց։
ես իմ անպաշտպան ընտանիք։ Իսկ ես ազատ եմ թողում քո սիրելի զավակներին։ Ես սպասեցի։ Իսկ դու լրացիր։ Ու ես արեցի այն, ինչ արեցի։ Նրանք ինձանից մահ էին խնդրում։ Բայց ես չէի ուզում, որ այդ ամեն ինչը շուտ ավարտվեր։ Հա։ Դրանից իմ հոգին չհանգստացավ, բայց ես այլ կերպ չէի կարող։ Աստված սեր է։ Դու այնքան սիրեցիր երկիրը, որ քո մինուտ չար որդուն ուղարկեցիր այստեղ տառապելու։ Տարօրինակ է քո սերը։ Անբացատրելի ու անընդունելի։ Եթե իրոք արարիչն ես ու եկել ես կորցրածդ վստահությունը վերադարձնելու, ասեմ, որ բարկացած չեմ։ Դու տվել ես։ Դու էլ վերցրել։ Գնախաղությամբ իմ աչքից հեռու։ Դու այլևս չես լրացնի այն պակասը, որ կա իմ հոգում։ Դա քո անտարբերության հետևանքով առաջացած դատարկությունն է, որտեղ ժամանակի ուրախությունը խաղաղություն էր։ Ուզում ես հարցերիդ պատասխանները լսել։ Իսկ եթե դուրդ չգան պատասխանները, հենց այնպես, եթե ես եմ այդպես ուզում, ինչ, կարող ես մեղադրանքներ շպրտել երեսիս, հա, բայց ով ես դու ինչ կարող ես անել։ Ես կարող եմ չծառայել քեզ։ Բայց դու ինձ չես էլ ծառայում, ու չես էլ ծառայել։ Չեմ էլ ծառայի երեխասպան։ Ես չեմ ծառայի մի Աստծունով հանգիստ նստած բազմոցին, նայում ա թե ոնց են սպանում երեխաներիս։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում սիրել, ու գիտեմ, թե ինչ է նշանակում լինել սիրված։ Բայց ես գիտեմ նաև ատել։ Արդարը մտածելու ոչինչ չունի։ Թող մեղավորները մտածեն։ Ու եթե ես սպասում եմ, մինչ վճիռ կայացնելս, նա դեռ չի նշանակում, որ ես ուժս կորցրել եմ կամ ինձ համար միևնույն է։ Այս մոլորակն էլ այսօրվա տեսքին չէր, երբ վստահեցի ձեզ։ Դուք էլ այսօրվա մարդկանց նման չէիք ու ոչ էլ երեկվա։ Դուք ուրիշ էիք։ Մահը սարսափելի չէ։ Դուք եք սարսափելի։ Դուք մարդիկ։ Իսկ եթե չկա ավելի մեծ չարիք, քան դուք, իսկ եթե չկա ոչ մի սատանա, ձեզանից բացի, ու մահը դա վերջը չէ, մահը սկիզբն է նոր ծնունդի։ Միգուցե մի օր
Աշխարհին քո աչքերով կնայեմ։ Վերջ։ Հոգնեցրիր դու ինձ։ Դու չես կարող ոչ միտեղ գնալ։ Ձերբակալված ես։ Ես ձեր օգնության կարիքը չունեմ։ Ասեք թող լռեն։ Ես ձայներ եմ լսում։ Դրանց անտանելի է։ Ասեք թող լռեն։ Խնդրում եմ հանգստացիր։ Վախենալու ոչինչ չկա։ Դու վերադառնում ես իրականություն։ Ես քիչ չեմ։ Ես քննիչ եմ։ Բացեք։ Ասեք թող լռեն։ Ո՞վ է։ Բացեք։ Դա իմ երկար տարիների չարչարանքների արդյունքն է։ Ես ուզում եմ, որ դու վստահես ինձ։ Դու կթողում ես օգնեմ քեզ։ Դու կթողում ես օգնեմ քեզ։ Դու հավատում ես ինձ։